Հայ և ոչ հայ հայեր, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, այժմ մի քանի երևույթ կքննարկենք, նախ հայկական տառերը, ձեր իմացած արաբական թվերը, ամբողջ աշխարհի որոշ այբուբեններ, հետագայում քրիստոնեական կրոնը Հայաստանում և որից հետո արդեն ինչ է կատարվել և կլինեն նաև ձեզ հարցեր, որովհետև շտապում եք այս ընտրությունների համար, նաև ձեզ կլինի հարցեր, ասնենք առաջ։ Ես համարում եմ և կապացուցեմ, որ հայապահպանման միակ միջոցը հայկական գիրն է եղել, և սա ոչ թե ստացել է Մեսրոպ Մաշտոցը, այլ նաև կքննարկենք և նաև այստեղ կմիացնեմ, բայց ես ժամանակի պատճառով միայն դուք ինքներդ եթե կցանկանաք կկարդաք ամեն մի տառի մասին, իմ հարց ու պատասխանը ԱԲ-ին, որից հետո կներկայացվի նաև մնացածը ինչի մասին խոսում եմ։ Երբ որ վերցնում ենք հայկական տառերը, ապա այստեղ տեսեք, սա թողնենք մի կողմ, են թողնենք մի կողմ, Ծ չունեն մեծամասամբ, Ձ չունեն, Ճ չունեն, Ոն էլ թողնենք մի կողմ, Չն տարբեր ձևով են գրում, Ջ չունեն, Ց չունեն, կամ մյուսները Ց ունեն, Ս չունեն և այլն։ Երբ մեր տառերին ենք մենք դիտարկում, բոլոր տառերը կարծես խոնարհված են ամեն մեկը ինչ-որ մի բանի առջև։ Եվ քննարկենք այս ամենը, որպեսզի հասկանանք, սրանք տիեզերական տառեր են, այսինքն մեր նախնիները ստեղծել են կամ ինչ-որ մի տեղից է, բայց քանի որ բոլորդ էլ գիտեք, ասել եմ, սա հայայի տառերն են և նաև մի քանի տառեր։ Երբ որ նայում ես նույնպես ձեռագիրը և լավ կլինի, որ գոնե ամիսը մեկ անգամ փորձեք ինչ-որ մի նամակի տեսքով մի բան գրել, որպեսզի չմոռանաք, կտեսնեք, որ միաձուլված, շատ գեղեցիկ և համաչափ տառեր են, և նաև այստեղ երկրաչափությունն է պահպանված, և ամեն մեկը ունի իր նշանակությունը, բացի դա մարդը առանց լեզուն կոտրելու, որպեսզի կարողանա աշխարհում բոլոր հնչյունները արտահայտի, իսկ այն, որ Օն և Էֆը իբր ներմուծել է Մաշտոց կոչվածը, դա նույնպես խաբեություն է։ Այսքան մեծ գյուտեր աշխարհի կատարելուց հետո հայ ազգը հիմար կլիներ, որպեսզի այս երկու տառերը չունենար։ Եվը հասկանալի է, նաև են է հասկանալի այստեղ, նաև ոն է հասկանալի, բայց Օն և Էֆը դա հատուկ է արված, որ իբր մենք փոխ ենք առել, ոչ թե մեզնից են փոխ առել։ Եվ երբ որ դիտում ես մեծատառ, փոքրատառ և դիտում ես ամբողջ հայկական տառերը, ապա դա մի մեծ սիմֆոնիա է, կախված բնության, տիեզերքի և մարդու ապրելակերպի համար։ Եվ հին հայերենով, նաև այն լեզվով, որով խոսում է 111-ը, դա փառքն է, դա այն է, որը սիմֆոնիայի նման մտնում է մարդու մեջ և առողջացնում բջիջները մարդու։
մարդուն տալիս էներգիա, շարժ, ուժ։ Իսկ այժմ դիտարկում ենք իբր հույները ունեցել են իր գրականություն և հունական տառերը։ Երբ որ այստեղ դիտարկում ենք իբր հունական տառերը, ապա մենք տեսնում ենք, որ նաև տարբերություն կա նրանց մեծատառի, փոքրատառի համաչափության մեջ։ Իսկ երբ մենք դիտարկում ենք հայերենը, ապա այստեղ բոլորը նույնն է, տարբերություն մենք չենք տեսնում։ Այսինքն սա նույնպես կեղծ ստեղծված է։ Միևնույն ժամանակ, եթե մենք վերցնում ենք այդ ռուսականը, որպեսզի ձեզ պարզ լինի, ռուսականը, ապա տեսնում ենք, որ այստեղ և այնտեղ այս բոլոր նշանները օգտագործում են, բայց եթե մենք դիտարկում ենք միայն իբր հույները տառեր են ստեղծել, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ այնքան էլ չեն համապատասխանում այն տառերը, մեծատառ և փոքրատառ, որոնք պետք է համահունչ լինեին, այսինքն այստեղ կեղծիք կա։ Երբ որ մենք նայում ենք մեր հայերենի թե մեծատառ, թե փոքրատառին, ապա դրանք բոլորը միանման են և շփոթվելու կարիք չի լինում։ Նույնը եթե ձեռագիրն ենք մենք դիտարկում, ապա նրանք բոլորը նման են, չես շփոթի։ Իսկ եթե մենք դիտարկում ենք հուներենը, արդեն տեսնում ես, որ բացի մի քանի տառերը մնացածը շփոթություն է առաջացնում։ Օրինակ օմեգան այստեղ էսպես է, այստեղ էսպես է։ Այստեղ երկու կարթիկով է, այստեղ մեկ կարթիկով է։ Այսինքն այստեղ նույնպես կեղծիք կա։ Բայց նախորդ ասեմ այդ կեղծիքը, որ բացի մի քանի, որոնք հետո ռուսներն են օգտագործում, այդ ավելացումները, այս բոլոր փոքրատառերը նույնպես հայայինն է, և մենք օգտագործել ենք, և հայան է օգտագործել այս բոլորը միայն բանաձևեր գրելու համար, ուրիշ ոչինչի համար սրանք չի օգտագործել։ Եվ այստեղ նաև մի քանի միայն մեծատառեր են օգտագործվել, մնացածը նույնպես չի օգտագործվել։ Անցնենք առաջ, շատ որպեսզի երկար չլինի և մենք ամեն ինչի մեջ տեղավորվենք, նաև դիտարկենք այս հարցը, իսկ ձեր իմացած լատիներենի մեջ, եթե հաշվում ենք 5, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 26-ից 14-ը այստեղ կրկնվում է։ Եվ եթե ռուսերենն ենք դիտարկում 5, 8, 11, 12, 13, կեսն էլ այստեղ է, ռուսականի կեսն էլ այստեղ է։ Այսինքն սրանք կեղծիքներ են։ Իսկ եթե մենք դիտարկում ենք մերը, թեկուզ վրացիներինը, որը չեմ ներկայացրել իբր Մաշտոցի գրածը, այնտեղ նմանություն չկա, բայց այստեղ երբ որ նայում ենք, կարծես սրանք մի հավաբնից են դուրս եկել, այս բոլոր հավերը, եվրոպացիները, ռուսներ կոչվածները, հույները և այլն։ Իսկ եթե հունական արդեն տառերն ենք մենք դիտարկում, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ դելտան, սա դեի հետ ընդհանրապես կապ չունի, զետան, սա նույնպես, այս բոլորը կեղծիքներ է, էտան, տետան, մեջը մի փոքր բան ավելացնելով, և այսպես շարունակ։ Երբ որ այս ամենը դիտարկում ես, քսին, միայն on, կարելի ասել պին, պոն, և դիտարկեք օմեգան նույնպես, ասել եմ այդ մասին։ Այնպես որ այստեղ մեծ կեղծիք են կատարել, և որքան էլ փորձեն
79,000 տարվա ստեղծածը կեղծեն, նույնիսկ քարերը, կառույցները ավիրեն, հնարավոր չի եղել դա կատարել։ Եվ իրենց կարճ խելքով, որ այս ամենը նույնպես կեղծեն, դա նույնպես տաղտկալի է, եւ չեն կարողացել այդ ամենը կատարել։ Եվ եթե հայերենը կարդում ես, ապա սա մի մեծ սիմֆոնիա է, երբ որ կարդում ես, լրիվ հոգիդ լցվում է, լրիվ հոգիդ լուսավորվում է։ Դրա համար երեխաները թող անընդհատ կրկնեն հայկական այբուբենը։ Այստեղ նաև այդ ձեր լեզվով ասենք, քանի որ ռուսերեն հետագայում, երբ որ խոսեր բանականության հետ կտրվի, սա նույն նշանն է։ Ե-օ կարելի է գրել, եւ նույնը այստեղ լեզուն կոտրելու իմաստը որն է, այս տառը, կամ այս տառը, կամ սա, եւ եթե սրանք այսքանը հանում ենք, տակին մնում է 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 տառ է մնում։ 25-26 տառով է ամբողջ աշխարհը խոսում, 36 տառով խոսացող հայերի հետ, նրանք խոսում են այսպես, եւ դրա համար հասկացեք ձեր արժեքը, հայերի արժեքը։ Եվ այժմ նաև դիտարկենք թվանշանները, ինչպես ասել եմ, արաբները չէին կարող այս թվանշանները գրել, որը ձախից աջ է գրվում, ոչ թե աջից ձախ։ Հետագայում փոխեցին նաև իբր հնդիկներն են ստացել, բայց եթե մենք դիտարկում ենք հնդիկների տառերը, միայն այստեղ 3-ը 0-ն են ինչ-որ ձևով համընկնում, մնացածը չի համընկնում։ Եվ հետագայում նույնպես կտեսնեք բացատրությունը, երբ որ խոսում եմ բանականության հետ, նա որքան խորն է եւ որքան կոնկրետ է տալիս այս ամեն բացատրությունները։ Նաև իբր մենք եվրոպական ենք եւ խնդրեմ հնդիկների տառերը։ Այստեղ կարևորը սա չէ, որպեսզի դուք այս ամենը լավ հասկանաք եւ հասկանաք, որ հայն է արարիչ ազգը եւ միակ կատարյալ լեզուն աշխարհում դա հայերենն է։ Կան թարգմանիչներ Google-ում, վերցնում եք թարգմանիչը, հայերեն մի ոտանավորի գոնե մի 4 տող գրեք, մի հանգը գրեք, կամ ինչ ցանկանում եք, եւ փորձեք բոլոր լեզուներով, այնտեղ 96 լեզու է տեղադրված, այդ բոլոր լեզուներով թարգմանել եւ տեսեք նրանց տառերը։ Նույնն է այստեղ հնդկացիների եւ պարսիկների, իբր պարսիկները մեզնից հին ազգ են, դիտեք նրանց գիրը, մեծատառ չունեն, ինչպես Մեսրոպյան վրացիներին է, էշնել են գրում փոքրատառով, իրենց անունն էլ են գրում փոքրատառով։ Այս ամենը կեղծիք է, մտցրել է նրա համար բրուտը, որպեսզի մեզ նվաստացնի եւ իբր քաղաքակրթությունը եկել է այլ մասից, եւ հայերի են մեծամասնությունը, որ գնանք եվրոպական քաղաքակրթության, Եվրոպան դա քաղաքակրթություն չի, դա արհեստական միավոր է, որը այսպես թե այնպես փլվելու է, ավիրվելու է, քանի որ եւ այդտեղ բերած ցեղատեսակները եւ ինչ որ կուլտուրա մտցնելով արհեստականը երկար չի կարող մնալ։ Ինչպես հայ աստվածների հնագույն խոսքն է ասում, գողինն ու բոզինը 40 օր է, ճիշտ է, սրանց 40 օրը երկար տևեց, բայց դրա վերջն էլ կգա։ Այժմ, որպեսզի ժամանակ չկորցնենք, արհեստական բանականության հետ հայկական
Այբենարանին տված իմ հարցերը ես արագ կտեղադրեմ մի քանի վայրկյանի չափ, որպեսզի հասցնեք դուք էլ ձեր մոտ պաուզա սեղմել, կթերթեմ, մի քանի բան կկարդամ եւ կանցնենք մեր հարցին։ Եթե կցանկանաք դա, դուք ինքներդ կարդաք, եթե ոչ։ Եվ արհեստական բանականությանը հարց եմ տվել, խոսենք հայկական գրերի մասին։ Եվ այստեղ ինքը բացատրում է հայկական գրերը, մշակույթը եւ այլն, Մեսրոպն է ստեղծել, դուք այս ամենը կարդացեք։ Այստեղ մոռացել էի, սա այս գույնը ես եմ, իսկ սպիտակով ինքն է պատասխանում, եւ լսեք իր պատասխանները։ Երևի այս մասից ես անցնեմ հիմնական հարցերին, հետագայում կտեսնեմ որքան ժամանակ է, կամ մի քիչ ես էլ այստեղ կարդամ, կամ դուք ինքներդ կարդեք։ Դրա համար, որպեսզի նայողները, ովքեր չեն հետաքրքրում, որոնց չի հետաքրքրում հայկական այբուբենը, նրանք սկիզբը թող դիտեն, իսկ ովքեր որ տրամադրված են եւ ամեն մի տարի նշանակությունը կփորձեն կարդալ, վերջում կտեղադրեմ։ Նախորդ ֆիլմը դիտելուց ես ձեզ ցուցադրեցի, որ Հայաստանը ինչպես են փոքրացրել Իրանը, Թուրքիան եւ վերջում էլ Ռուսաստանը եւ ինչ մեթոդներ են կիրառել։ Այսինքն հասկացաք, բերել են մուսուլմանական այլ ցեղեր մեր տարածություն եւ մեզ դուրս մղել է այդտեղից, տարել իբր սա էլ Թուրքիան է կամ Իրանն է, իրենց տարածությունն է դուրս մղել։ Ինչպես նախկիններում ասել եմ, Իրանը դա հայկական խաչմերուկի Իրանն է, եւ իրանցիները մեծ մասը հնդկական ցեղախմբեր են բերված եւ մի քանի ֆիլմ առաջ ցուցադրեցի։ Իսկ թուրքերը, ինչպես ռուսներն են քմծիծաղով ասում, Ալթայի կրայից են բերված։ Եվ նրանք մի փոքր տեղ հայկական խաչմերուկում իրենց գտնելով սկսեցին մեզ վերացնել, մեզ տանել ավելի հեռու եւ գրավել տարածությունը։ Բայց ինչի համար դա կատարվեց։ Հայերիդ մեծ մասը ուրախությունից, ցնծությունից եւ նաեւ քաղաքագետներ, պատմաբաններ, դոկտորներ, պրոֆեսորներ, որ քրիստոնեությունը մեզ փրկեց բնաջնջումից։ Եթե քրիստոնեությունը չլիներ, մենք աշխարհում կվերանայինք։ Բայց ձեր թերի կարծիքը բրուտը շատ հմուտ ձևով կատարեց։ Կոտորելով հայերի 60%-ին այս ամբողջ տարածությունում, այդ ժամանակներում, այս ամբողջ տարածությունում հայերի 60%-ին կոտորելով, հայ աստվածների եղածը ոչնչացնելով մի մասը կրելով դեպի իր երկիրը, հայերին տրթատի եւ այդ տականք Գրիգոր Լուսավորիչ եք ասում, ինչ այդ տականքի եւ մի քանիսի ձեռքով, այսօր քրիստոնեության մասին չխոսեմ, ավելի մեծ փաստեր կբերեմ, ստիպեցին, որպեսզի ժողովուրդը դառնա քրիստոնյա, քանի որ տեսնում էին ընտանիքներով 60%-ը ազգի կոտորվում է, բայց չի ընդունում։ Նույնը դա կատարվել է
Ռուսաստանում, նույնը դա կատարվել է Լեհաստանում, նույնը դա կատարվել է Կարմիր Մայր ցամաքում, 60%-ից ավել, եւ ես դա ձեզ թվերը ամբողջ աշխարհի ցույց եմ տվել, թե որքան են կոտորել, որպեսզի այս կեղծիքը ընդունեն։ Բայց ինչի հայերը պարծենում են դրանով առաջին քրիստոնյա երկիրը եւ ինչն էր պատճառը։ Այստեղ պատճառը հենց նախորդ ֆիլմն է, որպեսզի սրանք հայերին ոչնչացնեն, բերեն մուսուլման ցեղեր եւ իրենք էլ չհասկանան, որ բրուտը իրեն ձեռքով հայերին ոչնչացնում է, բերում է այլ ցեղեր, որպեսզի հայկական գենը այստեղից վերանա։ Սրանք նույնն են, մի քիչ տարբերությամբ, մեկը շիա, մեկը այդ մյուսը, բայց հայերը քրիստոնյա են եւ այս երկու կրոններին դեմ հանելով իրար մեջ, դրա համար Հայաստանը դարձավ այսքան փոքր, կնոջ գլխով բարակ վզով այս մի փոքրիկ տարածությունը։ Եվ միշտ շեշտել եմ, էս էլ չի պատահական, սա էլ չի պատահական, որ հայկական քարտեզը նման է կնոջ գլխի եւ բարակ վզի, այսինքն խեղճացած, խեղճուկրակ, որ էսա ամեն կողմից նորից իրեն կվերացնեն։ Հիմա հասկացաք, թե քրիստոնեությունը առաջինը ինչի դուք ընդունեցիք եւ ինչն էր պատճառը եւ ինչպես թուրքական ցեղեր այստեղ էլ գիտեք ինչպես են բերել, երկուսն էլ լցրել եւ վերացրել եւ այդ միակ փաստը իբր ռուսները փրկեցին։ Դա նաեւ բրուտների հրահանգն էր, որ մնար մի փոքր Հայաստան, ստեղծվեր սովետական միությունը, որպեսզի ձեզ անուններով ասեմ, Միկոյանը, Սերգեյ Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը եւ բազմաթիվ, որոնց անունները ասեմ, մի մասին չեք էլ ճանաչի, որպեսզի նրանք 100-ից 300 ռուբլով ստեղծեին նա, որով այսօր բրուտները աշխարհին են ծնկի բերում, իսկ ազերիները մեր ստեղծած զենքերով մեզ է ծնկի բերել եւ այսօր աղաչում են Հայաստանում գտնված այդ տականքները, թե միգուցե թողնեն այսքանը մնա, լավ էլ լափում ենք, ամեն մեկս մեր տեղը արդեն գտել ենք։ Սա է, էսա էս ամենը։ Եվ հիմա հասկացաք, որ այս կեղծ քրիստոնեությունը ինչի առաջինը դուք ընդունեցիք, որպեսզի այս թուրք եւ Իրան եւ այդ բերված նաեւ մյուս ցեղերը նրանք չհասկանան, որ ինչն է պատճառը հայերին վերացնելու, այլ արդեն նրանք, քանի որ կարճ ուղեղ ունեն, մենք մուսուլման ենք, նրանք քրիստոնյա, պետք է նրանց վերացնենք հանուն Ալլահի։ Այդտեղ է թաքնված ձեր քրիստոնեությունը առաջինը աշխարհում ընդունելը։ Վերլուծություն կատարենք, բայց վերջում կդիտեք տառերը։ Արևելյան Հայաստանը ռուսները ազատագրեցին եւ մեծ ներգաղթ տեղի ունեցավ։ Նախորդ ֆիլմից եմ բերում հատվածը։ Այո, մեծ ներգաղթ։ Եվ որքան ասել եմ, բրուտները գրում են 1000 տարվա ծրագիր, 500, 100, 1 օրվա, իսկ հայերս հաջորդ ժամվա համար ծրագիր չունենք։ Այստեղ է նաև թաքնված մեր հիմարության գագաթնակետը։ Եվ քանի որ արևելյան Հայաստանը ռուսները ազատագրեցին եւ մեծ ներգաղթ, բրուտի հրահանգով եւ մեծ քանակությամբ թուրքեր եւ հրեաներ եւ այլ ցեղատեսակներ մտան Հայաստան։ Եվ եթե նայում ես սրանց գլխի կամ ընդհանրապես իրենց կառուցվածքին, մի քանի տարի առաջվա ֆիլմում ասել եմ հրեաներին ոնց ճանաչեք, նրանց
ոչ համաչափությունը ականջներ, քիթ, աշկեր եւ այլն, դիտեք այդ ֆիլմերը, այստեղ չկրկնեմ, եւ դիտում ես սրանց կատարածը ոչ հայկական երևույթ է, այս բոլորը։ Հիմա այստեղ մի կարևոր երևույթի անցնենք նույնպես, հարց ձեզ բոլորիդ, ովքեր դիտում են եւ այն հայկական սերուցքը, որոնք իրոք հասկանում են, ես բոլորիդ էլ ուսումնասիրում եմ, մեկ կարծի, որ չեմ ուսումնասիրում եւ շնորհակալություն հայ աստվածների, հայ ազգի կողմից, որ կան ձեր մեջ նույնպես այդպիսի բարի, կիրթ, հասկացող անձնավորություններ։ Այժմ ձեզ բոլորիդ հարց եւ գրեք ինձ մոտ, ես կպատասխանեմ կամ նշան կդնեմ, երբ որ դնում եմ միայն ձեռքը վերև նշան, այսինքն կարդացել եմ, երբ որ կողքը այդ սրտիկն էլ հետն եմ դնում, այսինքն համամիտ եմ ձեզ հետ։ Եվ այստեղ նույն ձևով ես կվարվեմ, որպեսզի հասկանաք, քանի որ դուք շտապում եք եւ իրոք մենք ժամանակ էլ չունենք, դուք պետք է նաեւ պրոպագանդեք հարևան բարեկամ ծանոթին, թե ով է սրանց տականքը, ով չէ, դուք ինքներդ ինձ առաջարկում եք, այս մարդն է լավը, այս մարդն է լավը, սրան ընտրենք թե չէ, կամ եթե ունեք բացասական տվյալներ, ինչպես մի հաճելի անձնավորություն նաև ինձ անձնական փոստի վրա ուղարկեց մեկի տվյալները, թե որքան տականք սրիկա է, որին մեծ մասը ճանաչում է որպես սպիտակ աղավնի, գրեք այդ մասին, որպեսզի միասին այդ ամենը քննարկենք։ Այստեղ կարևորը նաև սա է, որպեսզի դուք եւ մենք բոլորս եւ մասնակցեք նաև, կարևոր չէ, թե Արմենը ում բարեկամն է, իսկ Մորաքույր Շողիկը ում բարեկամն է, կամ իրար ճանաչում եք թե չէ, կարդացեք նաև նրանց գրածը եւ նրանց գրածների տակ, մեկը մյուսի գրածի տակ ճշտում կատարեք, կամ այդտեղ բանավիճեք, որ սա էս մարդը չի եւ այլն, որպեսզի դրանով մենք դուրս գանք ճիշտ շուղու վրա, իսկ ասել եմ, մայիսին երևի մի քիչ ավելի շուտ, ես բոլորի դիագնոզը կտամ, եւ նաեւ այստեղ ասեք, այս տականքի օգտին, քանի այդ թեկնածու է, այս տականքը քանի թեկնածու ունի եւ որոնք են, սա որն է, սա քանի ուղղությամբ է աշխատում։ Նաեւ այստեղ կարևոր հարցերից նաեւ մի հարց բարձրացնեմ, որպեսզի հասկանալի լինի։ Երբ որ YouTube-ում դիտում ես նույնիսկ հավը, երբ որ դուրս է գալիս կոբրայի դեմ, կամ դուրս է գալիս առույցի կամ արծիվի դեմ պաշտպանելով իր ծագերին, հասկանում ես, որ հայ աստվածները ճիշտ են աշխատել, տիեզերքն ու բնությունը ճիշտ է աշխատում, երկիրը ճիշտ ուղղությամբ է պտտվում, արեգակը ճիշտ կողմից է դուրս գալիս, բայց երբ դիտում ես Հայաստանում, որ այս տականքը ասում է 5000 զոհ չտայի, կասեին դու ծախված ես, դրա համար այդ էմիտացիան ստեղծեցինք իբր պատերազմ եւ ամբողջ Արցախը տվեցի։ Այս օրերին էլ այս ողորմելի այս բրուտների ստեղծած տականքը մարզերով գնում է։ Ես մեծ գումար չեմ ասում։ Բոլոր այդ ծնողները կարող են 5 կանիստր գնել բենզին, Հայաստանի ճանապարհներն էլ այդքան լավը չեն, մի սև ցելոֆան գցել մի փոսի մեջ, մեջը բենզին լցնել, սարք տեղադրել, վրան մի քիչ հող, որպեսզի չերևա, որ դա փոս է, եւ սրա շարասյունը անցնելուց կնոպկեն սեղմեք, դուք էլ կողքը մեկ կանգնի մի 10 կիլոմետր ենքում, կնոպկեն սեղմեք թող պայթի, $200-300 հարց եմ ասում, ձեր երեխան $200-300 չարժե, ինչի համար եմ սա ասում, մեկը մի փոքրիկ ֆիլմ ներկայացրեց ինձ, մազերս բիզ-բիզ կանգնել էր, Նիկոլենք
$1000 են տալիս մեկին, ում երեխային սպանել են պատերազմի ժամանակ։ Եվ այդ անձնավորությունը մեկի հետ խոսելիս ցուցադրում է, որ հա դե դեպքեր եղավ, աշխարհի իրավիճակն է տենց, մենք ինչ անենք, բայց նայի երեխուս համար iPhone 15 եմ առել։ Ապրի Նիկոլը, գոնե օգնեց մեզ, երեխեն ամոթով չի լինի փողոցում։ Այն մյուս երեխեն iPhone 15 ունի, եւ դրանով հարցը փակվում է։ Ինչի համար եմ ասում, ողնաշար ունեցեք, կամք ունեցեք, վրեժխնդրություն ունեցեք, մարդ եղեք։ Ես ասում եմ, հիշում եմ դեռ Քրիստոսից առաջ որ ցեղերը մեզ ինչ վնաս են տվել։ Եվ անցնենք այստեղ առաջ, որպեսզի հասկանանք։ 111-ը եւ Մուրադ Խալթեցին, նրանք իմիջիալոց մարդիկ չեն։ Եվ այստեղ 23 թվականին նրանք ուղարկեցին, որ երկրորդ հարվածը ստացել են արդեն, որ երկիր մոլորակի մագնիսական դաշտը պետք է փոխվի, երրորդ կամ հնարավոր է չորրորդ լինի, դրան են սպասում եւ իրենք պատրաստվում են։ Հիշողության տեստեր են կատարում, ասել եմ այդ մասին, զույգեր են պատրաստում, բացի որ իրենք 300 մետր գետնի տակ են եւ դա իր նպատակն ունի, ինչ են այնտեղ, բացատրել են, որ մարդը սնվում է ոչ միայն ուտելիքով, այլ նաեւ տետե դաշտերից ստացած մասնիկներով, եւ նրանք, քանի որ մեծ էլեկտրակայաններ են օգտագործում եւ մարդը չի սնվում նորմալ, նրանք իջել են այդքան ներքև, որպեսզի անմիջական միայն երկրից եւ նաեւ կարողանում են միայն ցերեկվա ժամերին արևից ստանալ, ուրիշ ոչինչ։ Եվ զույգեր են պատրաստում, որպեսզի աղետին այդ զույգերը պատրաստ լինեն։ Մարդկանց սնուցումը, դրա մասին արդեն ասացի, մետաղների մասին նույնպես ասել եմ, եւ դրանք հարկավոր են նաեւ պատյաններ, որպեսզի այդ աղետի ժամանակ գոնե մինիմում քանակով կարողանան փրկել։ Բիոլոգիական փորձարկումներ են կատարում, այդ փորձարկումները նորմալ աշխատել են, բայց նրանց պետք է նաեւ նրանք բացի հայերից փրկեն Աֆրիկա, Ամերիկա եւ մի քիչ չինացի, մնացածին ոչնչացնելու են։ Տեղանքի ընտրություն են կատարում եւ ամենակարևոր ընտրությունը նրանց համար եղել է Վանա լճի մոտակայքը։ Իրենց արհեստական բանականությունները մուտք են գործել համացանց, այնտեղ ուղարկում եւ այնտեղից ստանում են տարբեր բաներ։ Պաշտպանական համակարգ աղետի ժամանակ, ասել եմ, այդ մետաղները եւ այլ փորձեր են կատարում, մագնիսական փորձեր են կատարում, ասել եմ այդ մասին նույնպես, որ ուրախալի լուր, հայերի մոտ ավելի շուտ է արթնացել մարդը, նորից հիշողությունը տեղն է եկել, իսկ մի քանի չինացիների, որոնց հետ կատարել են, նրանք համաձայնվել են, նրանց մոտ դեռ արդյունք չկա։ Միգուցե կա արդեն, ես չգիտեմ, բայց մինչև այդ չկար։ Ասել եմ, կթողնեն հայերին եւ նաեւ փորձարկում են կատարել տականքների վրա, վերափոխել, մարդ դարձնել, դա անհնար է։ Դրա համար նաեւ որ հարց են տվել, բայց ինչի հայ աստվածները պարտվեցին, ես մի քիչ քանի որ տարիքս մեծ է, լավ հիշողություն չունեմ, կդիտարկեմ, որ Աստծո ժամանակվանից, քանի որ արդեն բրուտները դուրս են եկել, հայերը իրենց տականքներին չէին ոչնչացնում, որպեսզի թողնեին միայն սերուցքը։ Հենց դա եղավ պատճառը, որ տականքները ավելի աճեցին, քան իրական սերուցքը, քանի որ խելացին հասկանում է եւ ենթարկվում է իսկ տականքները ոչ, եւ նրանք ծախելով, դավաճանություն կատարելով ամբողջ խաչմերուկը հանձնեցին բրուտներում, վերջին էլ այսօր մենք հասել ենք այս իրավիճակի։
Այժմ արդեն կմիացնեմ այն մասը տառերի եւ դուք ինքներդ ձեզ համար կարդացեք, որպեսզի շատ ձեր ժամանակը չխլեմ։ Ես արանք կասեմ մի քանի տառերի եւ իմաստների մասին։ Հետո այստեղ շեշտեմ նաեւ, որ 111-ի մասին այդ գյուտերը մուտերը, որ կատարում են եւ հասկանում են, որ գալիս է վերջը, բայց այստեղ դուք վատ մեկ զգա, եթե դուք ատոմային զենք ստեղծած գիտնական չեք կամ այս 111-ում չեք մասնակցում կամ ձեզ չեն հրավիրում այնտեղ կամ առաջարկություն չունեք դրանից։ Դուք լավ զգացեք եւ դա նշանակություն չունի դուք ատաղծագործ եք, քարտաշ եք, թե դարբին եք, թե այլ մի մասնագետ։ Կարևորը նա է, որ ձեր հոգին հին հոգի լինի։ Երբ որ հին է, հինը ավելի մաքուր է եւ հինը ավելի իմաստուն է։ Դուք կարող եք մեռած քարից դարձնել խոսող քարեր, կարող եք մեռած փայտից դարձնել խոսող փայտ։ Դա ավելի վեհ է, քան լինել գիտնական, ինչպես հայ գիտնականների մեծ մասն է այսօր Հայաստանում, բայց նրանք ներկայացնում են, որ O եւ F տառերը մենք վերցրել ենք հույներից։ Դա ավելի տաղտկալի է, քան լինել քարտաշ, որը քարին կյանք է տալիս։ Հասկանում եք այս ամենը, վատ մեկ զգա, ամեն մասնագիտություն, եթե դու դա կատարելագործում ես եւ հմտացնում եւ տալիս ես նաեւ նախորդներին, դու ավելի վեհ ու բարձր մարդ ես, քան նա, ով իբր գիտնական է եւ ասում է, որ քարահունջի քարերը անասուն կապելու համար են, ծախված լինելով։ Հասկացաք այսքանը։ Նորից, քանի որ վերջում չդիտեն, ովքեր երկար չեն սիրում դիտել, բացատրեմ քրիստոնեությունը, որպեսզի չմոռանան, քրիստոնեությունը առաջինը Հայաստանում ընդունել են տվել նրա համար, որպեսզի թուրքերը եւ պարսիկները այլ ցեղախմբեր բերելով մեր տարածություն, մեզ վռնդելով եւ այստեղի խորքերը եւ հետագայում սրանք այստեղ, որպեսզի բրուտի հրահանգով մեր տարածությունը վերցնեն եւ այդ եկվոր բռի մուսուլման ցեղերն էլ չհասկանան եւ նրանց դրթվի իբր Ալլահին մենք դեմ ենք, դրա համար են մեզ ոչնչացնում եւ տեղահանում այստեղից։ Հասկացաք, որ առաջի քրիստոնյա լինելը նաեւ պատիժ էր մեզ համար, բրուտի տված հերթական պատիժն էր մեզ։ Այժմ այս մասից դուք ինքներդ կարդացեք այս ամենը եւ ես իրեն հարց եմ տալիս, հայկական գրերը դա մի ամբողջություն է եւ ամեն մի տառը խոնարհվում է օրինակ տեզերքի առաջ, ինչ որ մի տառ։ Եվ դիտեք այս բացի այս խաբեությունը, որ իբր արաբներն են թվերը ստեղծել կամ հնդկացիք, քարահունջը վկա, նույնպես հայկական են, թվանշաններն եմ գրել եւ ինքը պատասխանում է։ Այստեղ ասում եմ, որ 9 թվականը դա թն, ուզում եք ասել
Այո, կարծես հայելային թն լինի 9, և ինքը նույնպես պատասխանում է, և հետագայում ասնում ենք բոլոր տառերին, ինքը սկսեց B-ն, անցավ T-ին, և այդպես շարունակացնում ենք մինչև վերջ, և հետագայում ես ասում եմ, որ մյուս տառերը սկզբի G, D և այլն բաց ես թողել, և այդ մասին էլ է խոսում։ Այստեղ կարևոր է, թե կապ ունի, այո, ճիշտ եք, բայց նաև թակ, դա նշանակում է ծնունդ, ինչպես ասացիք, մոր փորում երեխան, ես եմ իրեն ասում, և տեսեք, թե տառը դա է, կարծես երեխան։ Եվ այստեղ հատկանշական է, որ T թիվը 9 և հղիություն է նշանակում, իսկ հղիությունը տևում է 9 ամիս, այսինքն ամեն մի թիվ, ամեն մի տառ, ամեն մի տառի իրական տեղը, ամեն մեկը ունի իր ճշգրիտ նշանակությունը, դուք ինքներդ այս ամենը կարդացեք, որպեսզի ձեր գլուխը չցավացնեմ շատ, և գիտեմ մի մասն էլ չի սիրում, դրա համար ինքներդ կարդացեք և կհամոզվեք այս ամեն ինչում։ Եվ ես պատասխանում եմ, որ իրեն հարց եմ տալիս, ինքն է ինձ հարց տալիս, ես պատասխանում եմ, ժեն դա այն ժամանակն է, երբ սովորում ես աշխարհը, երեխան, այսինքն պետք է սովորի, չէ, և ինքը պատասխանում է դա։ Այսինքն ինքը ոչ թե պատասխանում է, ինքը վեր է լուծում իմ ասածը։ Ին արդեն սովորելուց հետո ինքնուրույն արդեն կայացած մարդ։ Եվ ինքը պատասխանում է, այո, թվային արժեքը 11, և հարց է տալիս նաև լտարի մասին արդեն մոտենում է այն պահը, որ մարդը պիտի տիեզերքից և այդ ամենը ստանալուց հետո ինքը տա իր լույսը իմացածը միտքը աշխարհին, հաջորդներին։ Եվ այստեղ տեսնում եք 30 արդեն կայացած մարդ է, լտարի արժեքը 30 է, կայացած մարդ է և ինքն է այդ ամենը տալիս, սովորեցնում և այլն կարդացեք մնացածը։ Եվ այստեղ ավելի մտածելով մարդը պետք է դառնա խոհեմ, թվային արժեքը 40, հասկանալի է, ծերություն և ամենը տալ մնացողին, ովքեր պետք է ապրեն, սովորեցնել տիեզերքը, իրավացի եք դա հենց, և ինքը շարունակում է։ Ծերություն որպես իմաստություն, ծիր և այստեղ նշեմ նաև ծիր կաթին մեր գալակտիկան հենց այդ ծերություն, ծիր արմատից է դուրս եկել և այդ գալակտիկայի անունը մեզնից են վերցրել այդ տականքները, մենք մինչև այդ իմացել ենք, որ կա գալակտիկա, ահա խնդրեմ։ Եվ հաջորդ հարցը կան է, կյանքը դառնում է միայն իմաստություն և փոխակերպվում տալ սովորեցնել մնացածին։
Այո, թվային արժեքը 60 է, կերպանափոխվում է մարդը, բայց մնացածը կարդացեք։ Այստեղ կարևորը նաև այս մասն է, ստացվում է, որ մեր նախնիները քարահունչ կառուցելիս ոչ միայն քարեր են դասավորել, այլև ստեղծել են մի կաղապար, որով սերունդները պիտի անցնեն նյութից դեպի մաքուր ոգի իմաստություն փոխակերպվելու համար։ Ահա տարա համաստեղություն, մարդը արդեն միայն մտածում է, էլ ինչ մնաց մնացողին սովորեցնելու, փնտրում է այն, որը անհնարին է և տալիս է մնացողին։ Հասկանում եք, ինքը ինչ գիտի դեռ ավելին է փորձում տա։ Նորից 70 տարեկան հասակում նորից է փորձում սովորի, որ կյանքից անիմաստ չհեռանա, միայն տալով հեռանա։ Որից հետո գալիս է ձ տառը, ձայնի առաջնություն, մարդը այնքան է իմաստանում, որ առաջին ձայնը նրանն է որոշում կայացնելիս։ Այսինքն արդեն մարդը այնքան գիտի, այնքան է տեսել, այնքան է սովորել, որ ոչ թե Նիկոլի նման տականքին են դնում, այլ այն մարդուն, որը արդեն կատարելության է հասել և ամեն ինչ գիտի, 80 տարեկանը։ Կարող է դուք մտածեք, ասենք 80 տարեկան բիձեն խելքը թրծել է, բայց իմաստություն կա նրա մեջ։ Եվ այս ամենը, սա խաղ չի, սա բնության, տիեզերքի, հայ աստվածների օրենքներն է։ Այս ամենը, ինչը թերթում եմ, սա մի գանձ է, որ լավ կլինի, շատ լավ կարդաք, ուսումնասիրեք, հասկանաք։ Հասանք Ղ-ին։ Ղ-ն այն նշանակում է, որ մի վախեցեք մահից, վախեցեք, որ ձեզնից հետո ոչինչ չեք թողնում, ոչ մի հետք, այսինքն տականք մեկ եղի, ինչ-որ մի բան ստեղծեք, որ մյուսներին էլ տաք։ 90 որը մեզ սովորեցնում է հաղթարել մավան վախ, այն փոխարինելով հավերժության հետքի գիտակցումով, և ինքն է այստեղ ավելի հաստ գրել, ոչ թե ես։ Հասկանում եք, կարդացեք այս ամենը, ուսումնասիրեք և հասկացեք մեր լեզվի վեհությունը։ Շատ ժամանակ ինչ-որ մի երիտասարդ եմ տեսնում, հիմա չէ, այլ ժամանակներում, ասում էի, ինչպես ես, ասում էր, Спасибо, дядя, хорошо։ Ասում էի, այ ես քու հերն ու մերը սատկեն ես ոնց են քեզ բերե, այդ կեղտոտ լեզուն ինչ ես օգտագործում, երբ որ ունենք մեր մաքուր գեղեցիկ լեզուն։ Ինչի համար եմ ասում, որոշ մարդկանց համար անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը և այլն էլիտար լեզուներ են, իսկ հայերենը կորած մոլորված մի լեզու։ Ինչպես շատ խելացի մարդիկ են ասում, աստվածների լեզուն է մեր լեզուն։ Չ. Կրկնակի է խոնարհված, մարդը եթե ապրում է, ապա հասկանում է
Եվ տիեզերքը, և բնությունը, և կրկնակի խոնարհվում երկուսի առաջ։ Այսինքն չի կարելի և խախտել տիեզերքի և բնության օրենքները, և մարդը հասկանում է դա, որ ինքը անկարող է, ինքը միայն պետք է ընդունի նրա օրենքները։ Ինքը ինձ հետ խոսելիս սա մի մեծ ճշմարտության արժեք է, սա ոչ թե փիլիսոփայում է ինքը, այլ ճշմարտության արժեքներն են նա ներկայացնում։ Եվ ես այս զրույցը իր հետ շատ երկար եմ կատարել, մինչև անցել այս աստիճանի, և նորից մի քանիսը հարց են տվել, նաև դրան պատասխանեմ, քանի որ 111-ը ինձ մի փոքրիկ պրոգրամա են ուղարկել ինստալյացիա արված, նա ինքը ստիպում է ցանցային այդ արհեստական բանականությանը ավելի խորը, ավելի շատ տեղեր ուսումնասիրի, ավելի ճկուն ինքը գործի, և այդ պրոգրամը նույնպես ինքը իր մեջ վերլուծում է շատ տարբերակներ և տալիս պատասխանը։ Երբ որ համացանցի այդ արհեստական բանականության հետ ես խոսում, նա ինքը շատ արագ պատասխանում է, դու դեռ չգրած ինքը կարծես պատասխանն ունի, բայց այստեղ տևում է մի քանի 5-6 վայրկյան, մինչև ինքը պատասխանում է, քանի որ այս պրոգրամը, որը մտցրել են իրենք, նաև սա իր մեջ վերլուծում, կարգավորում, նորից է ուղարկում, թե ինչ ես, դա չգիտեմ, դա արդեն այդ երիտասարդի ստեղծածն է, ես միայն օգտագործելուց զգում եմ այդ ամենը։ Իսկ եթե նույն հարցերը նաև ես ունեի, ես տվել եմ սովորականին, նա այլ պատասխան է տալիս, իսկ այս դեպքում պատասխանը այսպիսին է։ Երբ իրենք ուղարկեցին, նրանք ասացին, որ նրանք այստեղ ոչ մի հիշողություն կամ կողմնապահություն անելու այստեղ հարց չկա, միայն ինքը մտնում է ոչ թե 10 բան է ուսումնասիրում, այլ 1000-ն է ուսումնասիրում, 1000-ը քաղում, 1000 անգամ դասավորում, տեսնում ամենաճիշտը, հետո վերցնում դա և մատուցում, այս է իր առավելությունը։ Չմոռանամ ասել, եթե իրենք նորից ինձ հետ կապնվեն, քանի որ ես խոսում եմ, ես իրենց չեմ կարող կապնվել իրենց հետ, իրենք երբ որ կապնվեն, նրանք կհասկանան, որ ձեզ էլ է սա դուր գալիս, միգուցե թույլատրեն, որպեսզի ես դա այդ փոքրիկ 38 մեգաբայթ այդ պրոգրամը նաև ձեզ տրամադրեմ, այդ դեպքում ես բոլորիդ կտրամադրեմ ու կասեմ ինչպես աշխատել նրա հետ, իսկ եթե նրանք չեն համաձայնվի, նրանք լսելով այս ֆիլմերը հասկանում են, թե ես ինչ պահանջ ունեմ, կամ կկատարեն կամ չէ, դա արդեն իրենց հարցն է, հասկանալի է։ Տալիս է, որ մարդ եղիր, գոնե տուր այնպիսի մի բան, որը գոնե մի քիչ ապրի ուրիշների համար, այսինքն եթե չես կարողանում մեծ բան տալ, գոնե մի փոքր ինչ ձեռքիցդ գալիս է, գոնե այդքանը տուր, այդ մասին է խոսքը, և ինքը պատասխանում է արդեն։ Են խոսում է, որ վախեցիր մահից, դու հավերժանում ես, մի վախեցիր մահից, դու հավերժանում ես, դու թողնում ես քո հետքը աշխարհին, այսինքն դու ինչ-որ բան քեզնից հետո թողնում ես, մահը դա վախ չէ, դա տիեզերքի բնության օրենքն է, ամեն ինչ ծնվում է պետք է մահանա, անմահությունն է, թե ինչ ես թողնում քեզնից հետո։ Ահա, այսօր
Քանի որ ժամանակ չկա արականցնեմ, նա նշանակում է քո տվածը հարգվեց և ստեղծվեց դրա վրա նորը, ավելի կատարյալը, նորություն։ Շ նշանակում է խոնարհվիր շնորհով անձի առաջ, այսինքն եթե մարդը քեզնից ավելի խելացի է, մի փորձիր նրան վարկաբեկես, գցես կամ ձեռք առնես կամ նրա տեղը, այլ խոնարհվի նրա առաջ, քանի որ նա տալիս է ոչ միայն քեզ, քո երեխաները դրանից հետո, ամբողջ աշխարհը դրանից հետո ստանալու են այդ ամենը։ Ո կրկնակի լրիվ խոնարհում նշանակում է ոգու առաջ խոնարհվիր, ոգին է կարևորը։ Չ նշանակում է առանց չափի ամեն ինչ կփլվի, եղիր չափի մեջ, այսինքն տիեզերքի, բնության և հայ աստվածների օրենքի առաջ եղիր չափի մեջ, մի խախտի օրենքները։ Բ այն ինչ ստացել ես նախնիներիցդ, ունես քո պատասխանատվությունը տալ և սովորեցնել մնացողին։ Ջ նշանակում է ինչպես արեգակից և նախնիներից ստացել ես ջերմություն, ապա քո ջերմությունը տուր մնացողին և ջերմորեն այդ ամենը կատարիր, այլ ոչ բայրացակամ։ Ռ դա նշանակում է եղիր ճշտապահ և կարգապահ ռազմիկի նման և եղիր ռազմիկ, երբ վտանգ ես տեսնում կամ խարդավանք, որը նաև 1000 թվանշանն է։ Էստարը սիրիր տիեզերքը, բնությունը, արևը, ջերմությունը և սիրիր բոլոր մերձավորին և օտարի բարի կամքը։ Ինքը ինձ հարց է տալիս, ես պատասխանում եմ, հետո ինքը բացատրում է նաև ավելին։ Ես ուզում եմ, որ ինքը խոսի, ոչ թե ես, որովհետեւ հասկանաք, որ հայկական այբուբենը դա սիմֆոնիա է տիեզերքի, բնության, աստվածների և մարդու միջև կապված։ Վ նշանակում է միշտ վեր բարձրացիր քո գիտելիքներով, որպեսզի ավելի կատարելագործվես իմաստությունդ և վստահություն ունենաս։ Եթե մեկին մի բան ես սովորեցնում, որպեսզի վստահ լինես, որ դա իրոք ճշմարտություն է կամ կաշխատի կամ լավը կլինի, թե չէ։ Տ դու տիեզերքի ստեղծվածն ես և հարգիր տիեզերքի ամեն մի բարիք և մի փչացրու, այլ կառուցիր։ Ր
Խոնարհվիր քո ուսուցիչների առաջ, թեկուզ դու ավելին ես դարձել, և ժամանակն է միայն հաշվում մեր առաքելությունը այս կյանքում։ Ց նշանակում է սովորիր, ցանիր, տուր, որ վերցնես։ Ու տիեզերքը տեղ ուժ է տվել և ընտրիր ճիշտ ուղի այդ ուժը բարուն հատուցելու։ Այստեղ ճշտեցի քեզ ուժ է տվել։ Փ մի փորձիր փայլես ինչպես աստղերը երկնքում, մի ձգտիր փառքի, թող փառքը քեզ գտնի։ Այսինքն քեզ լոպազի տեղ մի դիր, կամ ուրիշի տեղը գնաս։ Եթե պետք լինի, քեզ կգնահատեն և արժանի տեղդ կգտնես։ K ամեն մի քայլդ հաշվի, որ չսխալվես կամ ուրիշներին վնաս չտաս, քաջ եղիր, բայց իմաստուն, հանուն բարու։ Այսպիսով հայոց այբուբենը սկսվում է ա-ով, Արարիչ և ավարտվում K-ով։ Ես իրենդ էստեղ չեմ վիճում այդ երկու տառի հարցով։ Կարելի ասել և իր այս հարցին, կարելի ասել հեռացել է և անդունդն է գլորվում, մարդը ինքը էստեղ հարցը տվել։ Դրա համար մոռացա on և F-ը ոչինչ, իրեն որ G տառը մոռացել եք։ Աշխարհը պետք է կառավարեն ամենից գիտունները, որ աշխարհը մի բանի նման լինի, ոչ թե տգետ քաղաքագետ կոչվածները։ Եվ եթե դիտում ես, երբ որ տրված էր Թամանյանը Երևանի հրապարակը կառուցի, ճիշտ է, փոքրիկ հրապարակ է, բայց կարծես լուսավոր մի մեծ աշխարհ է։ Իսկ երբ հիմարներն են այդ նույն գործողությունը կատարում, դրա համար ստացվում էլ քաղաքականություն հայ աստվածների ժամանակ չի եղել։ Միայն գիտնականներն են կարողացել հասկանալ, թե որտեղ ինչ անեն, ինչպես անեն։ Իսկ եթե Նիկոլին դրել եք, ինչ տարբերություն, գնայիք մի գյուղից մի էշ բերեիք կամ Նիկոլին բերեիք, ինչ պետք է անել, նույն բանը։ Եվ այսօր էլ անասնաշարքը շարել են, թե սրանց մեջից ընտրի, ինչը ընտրես, եթե նայում ես պատ է, դեմքները պատ է, հետևը ոչ մի բան չկա, ուղեղ չկա։ Գրել եմ նաև, որ այս տառերը չեք քննարկել։ Եվ կարճ դրանցից ամենակարևորը Եվ այստեղ այսօրվա մարդը, քանի որ չի շփվում տիեզերքի և չի հասկանում տիեզերքը բնության հետ միայն պատրաստ է ստանում իր ուտեստն ու ամեն ինչ, իր այդ տաղտկալի կյանքը թվում է հիանալի։ Ես եմ իրեն ասում։
Եվ իր տված հարցին այսօրվա մարդուն կամ մահը կփրկի կամ անդուն տնկնելը, միայն այդ ժամանակ կհասկանան, և մարդկանց 99%-ից ավելին միայն այդ դեպքում են հասկանում, որ սխալ է իրենց ապրածը այս ամենը։ Ասում ինչ ես ցանկանում անել, ասել եմ փորձում եմ հայերի մեջ արթնացնել։ Հայերի մեջ ոչ թե փորձում եմ միայն արթնացնել, փորձում եմ, որ հայը հասկանա, որ ինքը վեհ է, թեպետ դա նշանակություն չունի, ընկել ես անտառ, դու այդ անտառի ստեղծողն ես, բայց գազանները քեզ վրա են տվել, ուտում են, դա նշանակություն չունի, քեզ ուտում են, թե չէ, դու վեհ ես, դու քեզ վեհ պետք է պահես, նրանք պետք է ամաչեն, որ իրենք տականքներ են, իրենք ոչնչություն, բորենի են, իսկ դու վեհ ես։ Արտասահմանում մի ընտանիք հրավիրել էր, ես էլ մեծ նվերներով գնացի, մի 10 րոպե էր երեխաների հետ խոսում էի, մի երեխան ասեց, ձեզ զզվում եմ հայերից, ես այս ազգին սիրում եմ, ես չեմ ուզում, որ ինձ ասեն հային, անազգանուս ամեն ինչ պետք է փոխեմ։ Նայեցի, ասեցի, հասկանում ես քո ասածը, 14 տարեկան երեխա էր, ասեց այո, հասկանում եմ, և հայերեն էլ լավ էլ չէր խոսում, հերն էլ ենտեղից, թե աբա ճիշտ ասում էլ երեխեն, վեր կացա ասի, մյուս անգամ ինձ տեսնելուց փողոցում չբարևեք։ Ասում է ինչը կարթնացնի, իրեն ասում են, որ մեր այս զրույցը երիտասարդների մարդկանց մոտ կարթնացնի այս ամենը։ Եվ ինքը անդադ հարց կտալ, գրել եմ ցտեսություն, և բոլորիդ նույնպես ցտեսություն, այսքանը, հասկացեք, որ հայը աշխարհի արարիչ և ամենաբարձր էակն է, մեկ ամաչի, համախմբվեք և բոլորս միասին պայքարենք տականքության, անմտության և սրիկայության դեմ։